Նրա պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք մեր երկրի ներսում դրսևորումներ, որոնց պատասխանը չեն գտել, ինչքան էլ հիմա փորձում են իր կողմից ձևավորված քաղաքական միավորը եւ ուժեղ Հայաստանի падգամավորներ ասեն չհոգնեցիք մարտի 1-ից, հոկտեմբերի 28-ից ասելու բանը, չենք հոգնել, քանի բացահայտված չի չենք հոգնելու։ Ինչի ամերիկացիները հոգնել են Քենեդիի սպանության բացահայտը առաջ մղելու հարցում։ Չէ։ Ոնց կարաս հոգնես, երբ որ այդ պրոցեսները քո երկիրը տարել գցել են եսի մուր անդունդ։ Վերջ տվեք, այս են հարցերը չեն, վաղեմության ժամկետ չի կարա ունենա հոկտեմբերի 27-ի բացահայտումը, իսկ մարտի 1-ի բացահայտման հետ կապված իրավական այլևս խնդիր չկա։ Պարոն Քոչարյան, եւ ինչպես ընդդիմադիր падգամավորներ ասել Աննա Գրիգորյանը, իսկապես դուք ԿՊ-ում քաղաքական առումով գեներալից դարձել եք շարքային, հա, այդպես էր ասել։ Աննան պարզապես փորձեց հակադարձեց ինձ, երբ որ պարզ երևաց, որ Հայաստան խմբակցության տեղապահը ինքը չի։ Պարզապես Լևոն Քոչարյան, դա այնքան ակնհայտ է։ Հետո իմ բացահայտումից հետո Աննա Գրիգորյանը մի երկու անգամ եկավ ամբիոն որպես խմբակցության ղեկավար, հետո նորից անհետացավ Լևոն Քոչարյանը միշտ վճռական պահին, երբ որ հայրիկին պաշտպանելու խնդիր կա մարտի 1 եւ այլն, ինքը անպայման գալիս է եւ հանդեսագալի արդեն տեղապահի կարգավիճակով եւ դա այդ իրավունքը իրան տվել է այն մարդը, որը 4 անգամ պարտվել է նախագահական ընտրություններում Դեմիրճյան ընտանիքին։ Եվ մենք տեսնում ենք նաև նիստերի ժամանակ, որ կաթողիկոսի չեմ ավարտել։ Հա, Աննա Գրիգորյանը դա ինձ հակադարձելով նաև չի մոռացել, որ ինքը եղել է պաշտպանության հանձնաժողովի անդամ եւ ես եմ որոշել ինքը խոսի թե չխոսի եւ իրավական առումով ինքը իրան շփահել է շատ կոռեկտ եւ հանձնաժողովում երբ որ եկել է հանձնաժողովի նիստերին ինձ դա շատ չի եղել ինքը իրան պահել է շատ կոռեկտ եւ նման մեկնաբանություններով երբեք իրեն թույլ չի տվել հանդես գա պարզապես կինա խոսել է նեղվել է ես գնահատում եմ կանացի զգացմունքները եւ ողջունում եմ դա։ Բայց իրապես գահավիժել է ձեր դիրքերը ԿՊ-ի։ Ոչ, այդ հարցը ես իրեն տվեցի, երբ որ բոլորը հավաքված էին, այստեղ անկյունում, ասի Աննա իրոք, ես գահավիժս բիասես, պարոն Քոչարյան, ոնց կարելի է։ Դա բայց կամերաներից դուրս։ Ես երկուսն էի որոշել, մտածեցի, լավ մտածեցի, որոշեցի պետաիրավականը, հարցնեք ինչու։ Որտեղ պետաիրավական հանձնաժողովում են քննվելու մեր երկրի արդարադատության հետ կապված հարցերը, այնտեղ զեկույցները ներկայացնելու գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարը, արտադրության նախարարը եւ այդ համակարգը իապես կապված է մեր երկրի անվտանգության հետ եւ ես կարծում եմ, որ այստեղ ես նույնպես կունենամ շատ ակտիվ անելիքներ ներդրում, որին դուք ականատես կլինեք եւ դա չի ուշանալու։ Գնայի այնտեղ Չէ, եթե պետք լինի դուք ինձ առաջարկեք գնամ մասնակցեմ որոշ նիստերի, ես չեմ զլանա կմասնակցեմ, բայց Մարդուրանքների հանձնաժողովը ըստ Դոնտի Բանաձևի անցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող ուժին, որը բնական է քաղաքական սխալ որոշում է եւ դա մեր հանրության մոտ տարաբնույթ հարցեր առաջացնում, որի պատասխանը իրենք էլ չունեն։ Իսկ համաձայն եք այն կարծիքի հետ, որ այսպիսով քաղաքական ինքնամաքրման գործ։ Ոչ, ինքնամաքրումը եւ Ռոբերտ Քոչարյանը դրանք հակացուցված փիլիսոփայություն են։ Այնտեղ բան մի մանեկեք։ Վերջին հարցը։ Երկու հարց ունեմ։ Երկու վերջին, հա։ Մենք այդ ակցիաների ժամանակ, որ նիստերի դահլիճում լինում է մեկը կաթողիկոսի անուն է տալիս, մեկը ասում է ամենայն հայոց կաթողիկոս, մեկը Ավազանի անուն է տալիս, ԿՊ-ականների այդ դմբացնելու ժամանակ նկատել էին, որ դուք ձեռնպահ եք մնացել եւ չէիք աջակցել։ Միայն ես եւ Սասուն Միքայելյանը։ Եւ Էլմար Արայիկ Հարությունյանը նույնպես կարծում եմ։ Ինչու դուք ձեր Պարզապես տնպասնելով կարծում եմ, որ խնդրի լուծումը այդտեղ չի, այլ բովանդակության մեջ է, որին մենք կհասնենք, եւ եկեղեցին ինքը պետքա ձեռնամուխ լիներ իր առողջացման խնդրին, եւ տնպասնելով չի լինելու։ Մենք ամեն ինչ պետք անենք, որ եկեղեցին գնա այդ ճանապարհով, որը պետքա մեզ, որովհետեւ եկեղեցին նույնքան մեր կարևոր է այնքան, որ ինքը մեծ անելիք ունի նաեւ հոգեբանական այն խնդիրների լուծման համար, որը նաև շատ դեպքերում տանում է դեպի ինքնասպանություն։ Եկեղեցին եթե լիներ, վերջին հաշվով չեք մոռացել, որ ես նախաձեռնեցի Երուսաղեմ էի տանում 44-օրյա պատերազմի
վիրավորներին խեի տանում, որտեղ այդ հոգևոր աջակցության կարիք ունեին եւ եթե այս ռմբակոծություն չեմ տարել։ Նարեկ ինչի չեմ տարել։ Չիմանամ։ Որտեղ Երուսաղեմը Տիրոջ հետ ուղիղ կապ ունի։ Էջմիածինն էլ։ Տիրոջ հետ Երուսաղեմը, ասե Երուսաղեմ։ Ասեք Բայց Էջմիածին։ չէ, Էջմիածինը բան չասեցի, բայց տեսեք դուք ձեր հարցի հնչեցումից ցույց տվեցիք, որ դուք այդ իրողության հետ հաշտ չեք։ Երուսաղեմի այդ ամբողջ աշխարհը հաշտ է, որտեղ բոլորը այդ կտոր հողի համար, որտեղ հոգևոր արժեք կա, որը կապվում է Տիրոջ հետ, ուղղակի կապի հետ, եւ այդտեղ հավատը մի քիչ այլ ձևակերպում եւ բովանդակություն ունի, եւ ես տեսել եմ նաեւ մեր զինվորները, որոնք աչք չունեին, թև չունեին, ոչ չունեին, իրենց կյանքի բովանդակությունը ոչ անմիջապես փոխվում է։ Հավատը ունի ոչ միայն մոգական ուժ, այլ նաև քեզ տալիս է քո նպատակին հասնելու ուղիղ հնարավորություն։ Եվ վերջում բան քո։ Սա վերջինն է։ Տեսանք, որ Վիլեն Գաբրիելյանի հարցի քննարկման ժամանակ դուք լքել եք դահլիճը ծանր։ Մենակ ես։ Դուք համենայն դեպս գնացիք չվերադարձաք այնքան ժամանակ, քանի դեռ Վիլեն Գաբրիելյանի Բայց դուք ինչ գիտեք ինչի ես դուրս եկա։ Դե այդ Դա ոչ մի կապ չունենա Վիլեն Գաբրիելյանի անձի հետ։ Վերջին հաշվով Վիլեն Գաբրիելյանը մինչև մանդատը դնել է եղել է մեր հանձնաժողովի անդամ։ Ավելին իմ առաջարկով ինքը մասնակցել է ազգային անվտանգության ծառայության ուրեմն միջավայրում քննվող գերիների եւ անհետ կոնացների հարցերին։ Նաեւ իմ միջամտությամբ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում ֆրակցիայի որոշումը պարտավոր են կատարեն բոլորը։ Հիմա դուք կասեք Վիլեն Գաբրիելյանը ֆրակցիա կուսակցությունը որոշել է Վիլեն Գաբրիելյանին։ Կուսակցությունը որոշել է Վիլեն Գաբրիելյանը կընտրվի մաքսիմալ ձայներով եւ ես իրեն հաջողություն եմ մաղթում եւ կարծում եմ, որ ինքը կանի ավելին, քան ինձ հաջողվել է, բայց պետքա չմոռանանք, որ քննիչ հանձնաժողովը 8 տարվա ընթացքում ազգային ժողովի ներկայացրել է երկու խոշոր զեկույցներ, ել չեմ ասում այն մնացած օրենքների փաթեթները, որոնք պետքա բարեփոխեին ուժային ամբողջ բլոկը, ոչ միայն զինված ուժերը, ներքին գործերը, արտաքին հետախուզությունը, ռազմաարդյունաբերությունը եւ այլն։ Ես դրա մասին չեմ խոսում, ես ասում եմ, որ հանձնաժողովին պետքա հաջողություն մաղթել, որպեսզի հանգարց ինքը դժվարություններ չունենա եւ ես նախորդ ճեպազրույցում ասել եմ, եթե ես նկատեմ, որ այնտեղ ես նիստերին մասնակցելով ինչ որ բան կարող եմ օգտակար լինել ինչ որ հարցում, ես անպայման կմասնակցեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարի ստեղ։